Պարոն Սարգսյան, քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանն ահազանգել էր, որ Նոր-Նորքի գյուղմթերքի շուկան ինքնակամ կառուցվել է եւ այդ ուղղությամբ քաղաքապետարանը քայլեր չի ձեռնարկել եւ ավելին քաղաքապետարանը մայթը վերականգնում է հարկատուների հաշվին եւ ահազանգել էր ակտիվիստը, որ այդտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, որից հետո նա ծեծի էր ենթարկվել։ Կխնդրեմ անդրադառնաք այս թեմային, քաղաքապետարանից փաստորեն հաստատել են, որ այդ կառույցը ինքնակամ է։ Քաղաքապետարանից կարող են հաստատել, բնականաբար նորմալ է, որը որ ճշմարտությունն է, դա էլ պետք է ասվի, բայց ճիշտ ասած անվերջ այդ կոռուպցիա արտահայտությունը շատ օգնեցնող է, որովհետև տարիներ շարունակ թե մենք թե մեր քաղաքացիները լսում են, բայց կոնկրետ հասցեատերեր, այսօր շատ-շատերը չեն ձեռնարկվել։ Այսինքն ցավոք սրտի մենք ապրում ենք այն դարում, որ կարելի է ուղղակի մեղադրել մարդու ինչ-որ մի բանի մեջ, ստեղծել տպավորություն, որ այդ մարդը ինչ-որ մի բանի մեջ թաթախված է, հեռու չգնանք, ասենք, նույն անիվի պատմությունը։ Տարիներ շարունակ մենք լսում ենք, որ ինչ-որ մեղավոր են ման գալի, մեղադրում են, քաղաքապետին են մեղադրում եւ այլն, բայց այսօրվա դրությամբ մեր երկիրը իրավապահ համակարգ։ Իրավապահ համակարգը իր գործառույթների շրջանակներում անհրաժեշտություն գտնելու դեպքում, հանցագործություն տեսնելու դեպքում այդ ամեն ինչով զբաղվում է։ Այսինքն Հռոմի պապուցքը ավելի կաթոլիկ, կարծում եմ պետք չի լինել եւ Չէ, բայց այստեղ միջև դատավճիռը կամ փաստը արձանագրել, փաստը ֆիքսվել, այսինքն դատարանում, ես կարծում եմ մի քիչ սխալ է մեղադրել, էլի միշտ։ Պարոն Սարգսյան, բայց այդուհանդերձ քաղաքապետարանի, այսպես ասած, քթի տակ նման ինքնակամ շինություն է հայտնվել։ Արդյոք անելիքներ չունի այստեղ քաղաքապետարանը, իրավապահ կառույցներին թողնենք մի կողմ։ Չէ, տեսեք, հիմա տրամաբանությունը որ նախ Երևան քաղաքը բավականին մեծ քաղաք է։ Ունի վարչական շրջաններ, վարչական շրջանները ունեն իրենց համապատասխան աշխատակիցները, որոնք այդ ամենը պետք է վերահսկեն։ Եվ բնականաբար կարող են լինել որոշ մարդկանց աշխատանքի մեջ թերացում, ոչ թե կան սխալական չի, եւ թերացումները հայտնաբերելու դեպքում շատ կարեւոր է, տեսեք, քաղաքային իշխանության արձագանքը այդ ամեն ինչի։ Այսինքն կանտեսվի, թե փորձեն գտնեն ով է, այսինքն այդ ամեն ինչը օգնել կամ չօգնել կամ ինչ ձևաչափով է դա ընդհանրապես տեղի ունեցել։ Բայց գուցե այդ ինքնական օրինակ եմ ասում, էլի որպես փաստ չեմ ասում, գուցե ինչ-որ մի փուլում դա կառուցվել է, հետո կանգ առվել, հետո էս վերջերս էլ ակտիվացել է։ Օրինակ եմ ասում, էլի, որ մարդիկ չեն ֆիքսել։ Օրինակ եմ ասում, սա խնդրահարույց թեմաները, ես նորից եմ ասում, ամենակարևորը եւ որ արձանագրվող բոլոր թեմաների շուրջ տրվում է ընթացք։ Եթե դա տեսեք, մեղադրողի ցանկալի պատասխանը չի լսում, այսինքն իր կողմից ցանկալին, հա, որ այո, այստեղ կա sense խնդիր եւ այլն, հա, դա չի նշանակում, որ դա տենց չի։ Հիմա նորից եմ ասում, նույն անիվի թեման անվերջ լսում ենք, մեղավոր են, տենց չի լինում, հասկանում եք։ Պարոն Սարգսյան, բայց ում եք մեղադրում, ձեր թիմն է 7 տարի իշխանության։ Հարցը թիմը չի, ցանկացած նույնիսկ ամենափոքր գրասենյակում, չեմ ասում, պետության մակարդակով ենք խոսում, որտեղ 100,000-ավոր պետական ծառայողներ կան։ Շատ ամենակարևորը այդ կոռուպցիայի, որը որ այսօրվա դրությամբ շատ ավելի վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից, կառավարության կողմից մաքսիմալ, որ նմանատիպ դեպքերը մաքսիմալ քիչ լինեն, էլի, այսինքն դա խնդիրը կարևոր նրան է, որ համակարգային չի։ Իսկ որն է համակարգային, երբ որ ներքև ուղղակում փողը վերցնում է, տանում մի քիչ ավելի վերև, հետո դիտանում ավելի վերև, տենց գնում։ Երբ որ տեսեք, կան ցանկացած ուղղակում կան մարդիկ եւ լինելու են այդպես մարդիկ մինչեւ հայտնաբերվելը եւ պատժվելը։ Երբ քաղաքացիական ակտիվիստը բարձրաձայնեց այդ խնդրի մասին, դուք որպես ավականու անդամ օրինակ հետամուտ եղաք, ասացիք գնամ տեսնեմ ինչ է կատարվում։ Տեսեք, էլի մենք գալիս ենք այն կետին, որտեղ բարձրաձայնելուց նաեւ պատկերացնում են ոնց պետք է անեն, այնց չի։ Ես կարողա չեմ գնում այնտեղ, ես կարողա այդ ամեն ինչի փաստաթղթայինը ըստեղ անալ։ Այսինքն, եթե ձեր ուզած ռեզուլտատ պատկերացած ձևաչափով չի արվում ինչ-որ մի բան, դա չի նշանակում, որ որոշ գործառույթներ չի գնում։ Բայց նույն պարոն Չախոյանի ցանկացած երևի ամեն երկրորդ գրառումով որ նայում ես կոռուպցիա, Ավինյանը սենց, հասկանում եք,
Պարզ Սարգսյան, ես չեմ կարող պնդել, որ բոլորը, բայց հիմնական այն, ինչ ինքը բարձրաձայնել է, վերջում պարզվել է, որ ճիշտ է։ Որը որ ճիշտ է, շատ շնորհակալություն է, նորմալ է, ունենալ քաղաքացիական մեր հասարակությունը հետևողական է, ակտիվ է։ Նորից եմ ասում, շտեղ ամենակարևորը, որ մենք վերջական արդյունքում հասկանանք ինչա տեղ ունենում։ Նույնը մանկապարտեզների հարցով, ավելի տես ակտիվիստ նայում հավաքանում անդամները որպես վերցնենք, ասենք մի ամբողջ մի քանի հազար մետրանոց վերանորոգումը անտեսվում է եւ ինչ-որ մի փոքրիկ հատվածներ, որտեղ որ խնդրահարույց ա եղել, շահարկում են որպես խնդիր կոռուպցիա։ Ես ինքս անձամբ թեման ուսումնասիրել եմ, բազմաթիվ խնդրահարույց դրվագներ կան։ Տեսեք, այսօրվա դրությամբ ցանկացած մենք այսօր մեր բնակարանը վերանորոգելուց դու մյուսը ինչքան նյարդեր ենք փչացնում, ասենք նույն մասնագետների հետ, որոնք որ դա անում են։ Անթերի աշխատանք որևէ մտք չի կատարվում, այստեղ խնդիրը նորից եմ ասում, ուրիշ բանի մեջ է։ Դու այտենց անթերի ընդունում ես այդ աշխատանքը, թե ոչ։ Եվ ինչ է ստացվում, մանկապարտեզի մեծ մասը, որտեղ որ նմանատիպ խնդիրներ են առաջացրել, որ ինչ-որ մի բան լավ չի սարքած։ Մի մասով միտեղ կա քրեական գործ հարուցած ու իրանց հորդորով չի դա։ Դա նկատել է քաղաքապետը, դա նկատել է քաղաքապետարանը, հասկանում եք, այսինքն կանգնեցվել է շինարարությունը։ Ու պատասխանատվության շատ տեղերում կառուցողը իր հաշվին դա պետքա ուղղի, այսինքն այդ փուլում արդեն նորից եմ ասում, կարևոր արձագանքն է, այլ հարց է, եթե դու տեսնում ես խնդիր եւ այդ խնդիրը տեսնելով հանդերձ ընդունում ես։ Հետ կանք Անիֆին, որ անընդհատ ասում եք, լավ, ինչու չկան Անիֆով զարգացումներ, ով է մեղավոր։ Դե հիմա տեսեք, այ հենց սա ամենամեծ խնդիրը հենց կայանում է դրանում, որ այդ ամեն ինչ օգտագործվում է քաղաքական նպատակով։ Այսինքն, եթե մեզ պետք է ինչ-որ անց թիրախավորել, վերցնում ենք մի բան։ Նույն Անիֆը վերցնում ենք տրամաբանություն, հա, ունի կառավարման խորհուրդ։ Խորհուրդը դա մի հոգին չի, բայց չգիտես ինչի ոչ մեկի անունը չի արծարծվում միայն քաղաքապետի անունը։ Որովհետև տնօրենը քաղաքապետն է եղել։ Տնօրենը չի, սա խորհրդի նախագահը, ներողություն։ Ինչպես է կառուցվում աշխատանքային process-ը։ Մինչև խորհրդի նախագահ կա խորհուրդ, մինչև խորհուրդ կա տնօրինություն, մինչև տնօրինություն կան տեղակալներ, մինչև տեղակալներ կան, օրինակ են ասում, էլի վարչությունաբաժիններ, չգիտեմ ոնց է կոչվում, դրանց ղեկավարներ, դրա տակի աշխատողներ։ Այսինքն այդ սա process-ները անցնելուց հետո վերև խորհուրդ արդեն ամեն տեղից դրական ինչ-որ եզրակացություններ տված թղթեր ա տալու։ Այսինքն խորհրդի նախագահն մի անձնյա չի որոշում դա։ Ավինյանի որոշում է խորհուրդը, բայց մեղադրվում է մի հոգի, ես չեմ ասում ինչի չեն մեղադրում մնացած։ Ես ուզում եմ ապացուցել ձեզ ընդհանրապես, որ դա թիրախավորված է կոնկրետ քաղաքապետի դեմ։ Տիգրան Ավինյանի գործոնը հաշվի, ավելի ճիշտ Տիգրան Ավինյանի գործոնը կապ ունի այն հանգամանքի հետ, որ մինչ այժմ Անիֆի գործը չի բացահայտվել։ Ոնց կա, օրինակ, ես ուզում եմ պրոստը հասկանամ այդ տրամաբանությունները, որ շոշափվում է։ Դուք իշխանության եք, այս գործը չի բացվում։ Այսինքն ոնց եք պատկերացնում, էլի Տիգրան Ավինյանը զանգում է ինչ-որ իրավապահների, ասում է ասես բաները իմ գործնալի արեք, դա տես չի կարող լինի։ Այսօր մեր քաղաքացիները ես վստահ եմ, շատ-շատերը, ովքեր որ առնչվել են նույն իրավապահ համակարգին, ես փորձով եմ ասում, ես չեմ ասում կառավարության որդեգրած քաղաքականությունը, որ նման բաները անդրադառնալու են։ Եթե այսօր իրավապահ մարմինները հայտնաբերում են, ձերբակալում են, կաշառք վերցնողներին, չգիտեմ, շատ-շատ տարբեր հարցերում գումար վատնողներին եւ այլն, ես կարծում եմ, այս տրամաբանության մեջ որևիցե մեկին այդ հարցով ճակերտավոր չեն խղճա։ Իսկ ինչու են խղճում Անիֆի ղեկավար կազմին։ Ես չեմ կարծում խղճում։ Ես իրավապահ համակարգում չեմ աշխատում, բայց այնտեղ էլ իրանց ընթացակարգերը ունեն։ Ես չգիտեմ որ փուլում են։ Իմ ասածը նա է ընդամենը, որ գիտեք ոնց այսօրվա դրությամբ արդեն տարիներ շարունակ նույն քաղաքապետի անունը շոշափվելով մինչև այսօր մարդը ոչ մեղադրել է, եթե չեմ սխալվում, նույնիսկ վկայի կարգավիճակում չի։ Բայց հարցաքննվել է։ Հարցաքննելը նորմալ է, եթե մարդը մի կառույցում համագործակցել է, աշխատել է, ինչ-որից է պաշտպանել, զբաղացել, բնական է, իրան հարցեր են ուղղել։ Ուզում եմ հարցաքննությունը դա դեռ մեղադրանքի ճանաչում չի, որ այս Կարծեմ, եթե չեմ սխալվում, ունի վկայի կարգավիճակ։
հենց դա է ամենամեծ հիմնավորումը, որ անգամները քաղաքական շահարկումներ են։ Ուզում եմ ասել, մի քիչ պետք է արտահայտություններին հետևողականություն